Եթե պատերազմի վտանգը չլինի, Հայաստանը անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, մանավանդ որ պայմանագրային զինծառայություն անցնողների թիվը մեր երկրում շատ է։ Հրայր Կարապետյանը վստահ է, երիտասարդները պայմանագրային ծառայության գնում են ոչ միայն փող աշխատելու համար։ Երբեմն ես լսում եմ տեսակետներ շատ այսպես հորետեսական, թե եթե պատերազմ լինի, ով է գնալու, բոլորը հիասթափ, այդպես չի, 100%-ով եմ ասում, այդպես չի, ընդհակառակը։ Եվ գիտեք, ոչ միայն սոցիալական պատճառ, այլ գաղափարական այստեղ մոտեցում կա։ Հայկական բանակի թվակազմը Հրայր Կարապետյանին չի անհանգստացնում, նույնիսկ այս պայմաններում, երբ 93-94 թվականներին ծնվածներն են զորակոչվում, բանակը համալրվում է ի տարբերություն հարևանների։ Վերջին զորակոչի ընթացքում, երբ որ ես եղա կենտրոնական զորահավաքակայանում, բարձրաց 200-ից ավելի զորակոչիկներ ետ են տրվել այնտեղից, հիվանդության պատճառով։ Դա աննախադեպ թիվ է։ Հայաստանի ամենակայացած կառույցը, որը Կարապետյանի կարծիքով բանակն է, տեղում չի դոփում, անընդհատ կատարելագործվում է։ Բարելավվում է գործող օրենսդրությունը, գրվում են նոր օրենքներ։ Այնուամենայնիվ, բանակի խնդիրները բազմաթիվ են եւ դրանց մասին խոսելը կարեւոր է։ Միայն այդպես է հնարավոր արդյունքի հասնել։ Իսկ պատգամավորներից եմ լսել, ես ասեմ, որ այս հրապարակայնությունը որ չլիներ, այսքան մեծ բան ռեզոնանս չէր լինի, այսքան բողոքի ցույցեր չէին լինի եւ այլն եւ այլն։ Ոչ, ես կարծում եմ, որ հրապարակայնությունը պարտադիր է այս խնդրում, եւ հենց այդ հրապարակայնությունն է ստիպում, որպեսզի մարդիկ ավելի զգոն լինեն։ Ըստ Հրայր Կարապետյանի, բանակային միջադեպերի պատճառը հիմնականում սպայական կազմի ու զինվորների միջև հարաբերություններն են, եւ խնդիրը պետք է լուծվի օրենսդրորեն։ Զինվորների խնդիրներին խորհրդանական հանձնաժողովի նախագահը քաջ ծանոթ է ոչ միայն ի պաշտոն է։ Ես 3 տղա ունեմ՝ Զորայր, Տիրայր, Ժիրայր։ Նրանցից մեկը այսօր բանակի սպա է։ Եվ մեկ օրերով անհետանում է, ճիշտ ասած, ու հարցնում եմ, ասեմ, դու որտեղ էի, գնում են սահմաններ եւ այլն, ասում եմ գախնիկ է հայրիկ։ Ասում եմ, լսի, ի պաշտոն ես դու պարտավոր ինձ ասելու։ Ես մեկակ իմանամ, բայց էլի չի ասում։